Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլոր նրանց, ովքեր հենց նորեն միացել մեզ Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատի Լուսի Քոչարյանը եւ առաջարկում եմ այն բոլոր տարբերակները, որոնցով մեզ կարող եք հետևել, դրանք են arm.radio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը, կարող եք եւ դիտել մեզ եւ լսել, ինչպես նաեւ հրավիրում եմ Facebook-յան հարթակ հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Age-ը, որտեղ մեզ կարող եք միանալ live stream-ի տարբերակով ու կրկին դիտել, լսել, նաև մեկնաբանություններում թողնել հարցեր ու դիտարկումներ, թեման այսպես բավականին առանձնահատուկ է, ներկայացնեմ թե ում հետ ենք զրուցելու, երկուսով հոգեբանական մասնագիտացված կենտրոնի լոգոպեդ Աննա Հոսեփյան, ողջույն Աննա։ Ողջույն Լուսի։ Շնորհակալություն, մենք ձեզ կարոտել ենք, վաղուց չեք եկել եթերի, մենք ձեզ հետ միշտ քննարկում ենք լոգոպեդական, վարքային խոսքային, այսպես խոսքային ու հոգեբանական տարբեր միաձուլված խնդիրներ, սակայն այսօրվա թեման դիսլեքսիա եւ դիսգրաֆիան է, որոնք կապակցված են, կարծես թե եթե ճիշտ եմ հիշում, շատ կապակցված են, դրա համար իրենց միաժամանակ կանդրադառնանք եւ այս խնդիրները ավելի շատ հենց լոգոպեդական են, ճիշտ է, կարելի է այդպես ասել, ոչ հոգեբանական, կքննարկենք նաև այլ գործոններ, որոնք ազդում են սրա վրա։ Հարցերը հավաքվել էին իդեպ այս թեմայի շուրջ բավականին շատ, ինձ հետևում են ծնողներ, հազարավոր ու վստահելով ընտրված հյուրերի բարձր մասնագիտական որակներին, այսպես հարցերը հավաքագրել եմ, որպեսզի քննարկենք։ Մի տեսակ ես հարցերի մեջ նկատեցի բավականին վախ ու այսպես տագնապ, բայց դա ինչ է, դա ուշ խոսելը չի, դա թլոշությունը չէ, դա կակազելը չէ, այդ ինչ խնդիր է, որտեղից իմ երեխայի մոտ եւ ինչ անել դրա հետ։ Մի փոքր պատմեք այս խնդիրների մասին։ Լավ, դիսլեքսիան եւ դիսգրաֆիան կարդալու եւ գրելու գործընթացի կայուն բնույթի խանգարումներ են, որոնք հիմնականում դրսևորվում են կարդալու եւ գրելու գործընթացում կայուն բնույթի սխալներով։ Եվ հիմնականում դիսլեքսիան եւ դիսգրաֆիան արտահայտվում է, երբ որ երեխան դպրոց է հաճախում, տարրական խմբում, երբ սկսում է յուրացնել կարդալու եւ գրելու գործընթացները։ Մինչ այդ իհարկե լինում են որոշակի նախանշաններ, որով մենք կարող ենք տարբերակել արդյոք երեխայի մոտ առկա է կարդալու գրելու գործընթացի դժվարություն, սակայն դրանք ավելի վառ են արտահայտվում, երբ երեխան դպրոց է հաճախում եւ արդեն ուսումնական գործընթացի մեջ է ընդգրկված լինում եւ այստեղ արդեն ունենում է մեծ դժվարություններ։ Եվ եթե այլ աշակերտներ կարող են որոշակի ուսումնական նյութի յուրացման դժվարություն ունենալ, այս աշակերտները ունենում են կայուն բնույթի խնդիրներ, պայմանավորված տառերի յուրացման հետ, պայմանավորված գրավոր գործընթացի յուրացման հետ, կարդալու գործընթացի յուրացման հետ, ախտանշանները տարբեր են լինում։ Որպես այդպեսի։ Դիսլեքսիան դա գրավոր բաժինն է, այնպես չէ, իսկ դիսգրաֆիան թե հակառակը։ Դիսլեքսիա հակառակը, դիսլեքսիան կարդալու գործընթացի խանգարումն է։ Այո, իսկ դիսգրաֆիան դա գրավոր գործընթացի խանգարումն է։ Իրենք համակցված են միասին հանդես գալիս։ Իսկ միշտ են անպայման, եթե մեկը կա, մյուսն էլ կա, այսպես թե միգուցե մյուսը չլինի։ Սովորաբար համակցված են իրենք հանդես գալիս, բացատրեմ ինչու, որովհետև ախտանշանները, որոնք ի հայտ են գալիս, առաջնային իհարկե կարդալու գործընթացի հետ է պայմանավորված լինում, որովհետև առաջին դասարանի աշակերտը դժվարությամբ է յուրացնում տառերը, դժվարությամբ է վանկային ընթերցանությունը կարողանում յուրացնել, որը պայմանավորված է հնչյութային ընկալման, հնչյութային վերլուծության եւ համադրության հետ։ Երբ անցում է կատարվում արդեն գրավոր գործընթացի զարգացմանը, այն սխալները, որ երեխան ցուցաբերում է կարդալու գործընթացում, դա արդեն տեղափոխվում է դեպի գրավոր գործընթաց։ Ամենապարզ օրինակը, որ կարող եմ ես բերել, եթե երեխան ունի մի քանի հնչյունախմբերի սխալ արտաբերություն, եւ սխալ է արտաբերում երեխան այդ հնչյունները, հետեւաբար գրավոր գործընթացում դրանք միանշանակ դրսևորվում են, ինչու ես նշեցի, որովհետեւ մենք ունենում ենք հնչյութային ընկալման, վերլուծության եւ համադրության կայուն բնույթի դժվարություններ, եւ սա արտացոլվում է արդեն գրավոր գործընթացի մեջ։ Այսինքն ինչպես երեխան ընկալում է, լսում է, այնպես էլ արդեն փոխանցում է թղթին, կոպիտ ասած։ Դա մեկ ախտանիշներից է։
Այն դուք նշեցիք, որ կայուն տեսակի խնդիրներ են։ Այս կայուն բառի տակ մենք ինչ պետք է հասկանանք, որ երեխան մշտապես անում է այդ սխալները, մշտապես անում է նույն սխալները, թե որ տարիների ընթացքում դա մնալու է, այսինքն կայուն բնույթ ունի։ Ահա, շատ ճիշտ հարց տվեցիք։ Երբ մենք ասում ենք կայուն, ի նկատի ունենք սխալները մշտական նույն բնույթն են կրում։ Այն աշակերտները, ովքեր ունենում են ուսումնական դժվարություն, որոշակի չափով դանդաղ տեպով կարողանում են հաղթահարել այդ դժվարությունները եւ անգամ ճանապարհին դժվարությունների հաղթարման ճանապարհին փոփոխական է լինում սխալները։ Իսկ կարդալու եւ գրելու գործընթացի խանգարման պարագայում պայմանավորված ուղղագրական թե քերականական սխալներ իրենք կրում են կայուն բնույթ եւ ի տարբերություն այն աշակերտների, ովքեր որ ունեն պարզապես ուսումնական դժվարություն, այս աշակերտները դժվարությամբ են կարողանում գտնել այն սխալները, որոնք իրենք թույլ են տվել։ Եթե մենք օրինակ ստուգում ենք երկրորդ դասարանի աշակերտի թելադրությունը եւ որոշում ենք միասին ստուգել աշակերտի հետ, որպեսզի ինքը կարդա իր թելադրությունը եւ գտնի այն սխալները, որոնք կատարել է։ Աշակերտը այս պարագայում դժվարանում է գտնել այս սխալները, որովհետև չի տեսնում։ Իսկ այն աշակերտը, որը ունի պարզապես ուսումնական դժվարություն, որը կարող է լինել ուղղագրական կամ քերականական կանոնների չյուրացման հետևանքով, այս պարագայում աշակերտները շատ արագ գտնում են սխալները։ Ու այսպես կարելի է տարբերակել երեխան հենց դիսլեքսիայի ու դիսգրաֆիայի խնդիր ունի, թե ուղղակի մի փոքր դանդաղ է, տեմպը դանդաղ է, դժվարություն է վերարտադրումը եւ քանի որ յուրաքանչյուր աշակերտ զարգացման տարբեր տեմպ ունի եւ կարողությունները յուրաքանչյուր աշակերտի տարբեր են։ Մենք չենք կարող համեմատական, միանշանակ չենք կարող համեմատական տանել, բայց պետք է նշեմ Լուսի ջան, որ շատ պարագաներում եւ ծնողները եւ ուսուցիչները նման տիպի դժվարությունները համարում են պարզապես ուսումնական դժվարություն եւ երբեմն աշխատանքը սխալ ուղղությամբ է ընթանում, այսինքն կրկնուսուցիչների մոտ են երեխաները վատ է սովորում, ուղղակի այդպես է։ Այո, ծույլիկ է, քանի որ ծույլիկ է, ինչու, որովհետեւ երբ որ երեխան այդպիսի դժվարություններ է ունենում, որպես երկրորդային խնդիրներ, շատ դեպքերում առաջանում են վարքային դրսևորումներ, խուսափում։ Երեխան ցանկություն չի ունենում դասը յուրացնել, հա, դա կարող է դրսևորվել տարբեր ձևով։ Մի երեխաների մոտ մի փոքր ավելի ակտիվ, լացի միջոցով, ավելի հստակ կտրուկ արձագանքով, պայմանավորված մյուս երեխաների մոտ ընդհակառակ ավելի ներամփոփ են դառնում եւ չեն ցանկանում ուսումնական նյութի հետ որևէ առնչություն ունենալ, միգուցե կարող են շատ երկար ժամանակ հատված ձգել մինչև այդ դասը պատրաստելը եւ այլն։ Եվ սա թյուր կարծիք է ստեղծում, որ աշակերտը ծույլիկ է, աշակերտը չի կարող, հա, յուրացնել, չի ուզում սովորել, ինտելեկտուալ խնդիրներ ունի, մտավոր խնդիրներ ունի։ Այո, բայց մենք հոգեբանական նաեւ։ Հա, բայց մենք պետք է տարբերակենք եւ հասկանանք, որ այստեղ երեխան ունի արկա կայուն բնույթի դժվարություն եւ այն, ինչ որ մենք տեսնում ենք, որպես մակերեսային ախտանշաններ, իր չսովորելը, ցանկություն չհայտնել այդ վարքային դրսևորում, դրանք ածանցյալներն են, հիմքում այլ խնդիր է ընկած։ Իսկ ըստ ձեր տպավորության ծնողները Հայաստանի մասին խոսենք եւ հատկապես մանկավարժները, դաստիարակները, կրկնուսույցները, ում դիմում են այս խնդրի դեպքում, իրենք արագ են տարբերակում, թե մենք այստեղ տեղեկատվության պակաս ունենք, մի փոքր այդ միջմասնագիտական համագործակցության խնդիր ունենք, որ իրենք տեղյակ չեն, որ գիտեք, կա լոգոպեդականը այսպիսի խնդիր, միգուցե սա է, միգուցե ես պետք է կասկածեմ եւ մի հատ հերքեմ կամ հաստատեմ։ Ինչպիսին է ձեր տպավորությունը, քանզի այդ ձեզ մոտ հայտնվում են հենց այս երեխաները։ Ես այսպես կպատասխանեմ ձեր հարցին, երբեմն լինում են ուսուցիչներ, որոնք բավականին իրազեկված են լինում եւ շատ արագ արձագանք են տալիս ծնողներին, որ նկատում են որոշակի դժվարություններ, որոնք այդքան էլ պայմանավորված չեն լինում ուսումնական նյութի յուրացման հետ։ Եվ ճիշտ ուղղորդում են տալիս ծնողին, քանի որ այո, ես կարող եմ արձանագրել եւ դրա համար շատ ուրախ եմ, որտեղ իրազեկվածությունը բարձրացել է մի փոքր, սակայն չեմ կարող նաեւ կողքից չարձանագրել, որ երբեմն լինում են դեպքեր բավականին ուշացած
որ միգուցե այդքան մեծ ուշադրություն չեն դարձրել աշակերտին, հա, ծնողը միգուցե բարձի թողի վիճակում է թողել եւ խնդիրը ավելի է բարդացել, քանի որ յուրաքանչյուր տարի, երբ որ երեխան տեղափոխվում է ավելի բարձր դասարան, հետեւաբար ուսումնական նյութը ավելի բարդանում է։ Եվ եթե այդ ուշադրությունը ճիշտ ժամանակին չի լինում եւ մենք շատ արագ չենք կարողանում արձանագրել, որ երեխայի մոտ կարող է լինել որոշակի խնդիր կարդալու եւ գրելու հետ կապված, դա հետագայում ավելի խորանում է եւ ունենում ենք արդեն ավելի լուրջ խնդիրներ։ Վերադառնանք նախադպրոցական տարիք, որովհետեւ այս պահը կարծում եմ մեծ ուշադրության է արժանի։ Տեսեք, օրինակ 4 կամ հատկապես 5 տարեկանում դե 6-ից գնում են դպրոց ըստ օրենքի։ 5 տարեկանում երեխաներն այնուամենայնիվ սկսում են առնչվել թվերի, տառերի, սկսում են տարբերակել, ճանաչել, չեմ ասում դե կարդալ կամ ընթերցել, չնայած հիմա կան շատ երեխաներ, ովքեր գրեթե կարդալով արդեն գնում են դպրոց։ Ինչ նախանշաններին խորտ կտակ ուշադրություն դարձնել, որ այ որքան հնարավոր է շուտ կասկածել, թե դա հնարավոր չէ այս փուլում ու պետք է սպասել դպրոցին։ Չէ, իհարկե հնարավոր են նախանշաններ միանշանական, որոնք նկատելու դեպքում կարելի է մեկ անգամյա խորհրդատվության դիմել, հասկանալու համար արդյոք երեխայի մոտ առկա է այդպիսի դժվարություն կամ կարող է երեխան ունենալ դժվարություն, երբ որ հաճախի դպրոց, թե պարզապես դժվարությամբ է կարողանում յուրացնել օրինակ տառերը։ Եկեք նախանշաններից մի փոքր խոսենք, լավ, նախադպրոցական տարիքի, այո, շատ դեպքերում ուսուցանում են երեխաները եւ տառերը եւ թվերը, եւ շատ դեպքերում աշակերտների մոտ դժվարություն է լինում այդ տառերը յուրացնելը։ Չեն հիշում տառերը, շատ դեպքերում ասոցացնում են որևիցե մի նկարի հետ, օրինակ Ա արև, B բալ, եւ եթե ասոցիացիան մենք հանում ենք եւ երեխային ցույց ենք տալիս որ տառն է, այստեղ երեխան չի կարողանում հստակ տարբերակել որ տառն է։ Թվերի հետ կապված նույնը կարող է լինել, թվերի քանակը հասկանալը, քանի հատ մատիտ կարող եմ ցույց տալ, քանի գրիչ կարող եմ ցույց տալ, հաշվարկ կատարելը։ Եթե երեխան ունի մի քանի հնչյունախմբերի սխալ արտաբերություն, սա միանշանակ ախազանգ է, որ ինքը կարող է դժվարություն ունենալ հետագայում կարդալու գրելու գործընթացում։ Եթե երեխայի մոտ խոսքի զարգացումը մի փոքր ունեցել է հապաղում եւ տարիքին չի համապատասխանել եւ երեխան ընթացքում ունեցել է այո վերականության թերապիաների կարիք եւ անցել է, շատ հնարավոր է որ երեխայի մոտ կարող են առաջանալ կարդալու եւ գրելու գործընթացի դժվարություն։ Եվ եւս մեկ կարևոր ցուցիչի մասին եմ ուզում խոսել, որ այս խնդիրը, որի մասին մենք խոսում ենք, ինքը կարող է լինել երկրորդային խնդիր։ Պայմանավորված նրանով, որ աշռ երեխան կարող է երբեմն ունենալ ուշադրության անկայունություն եւ հիպերակտիվություն։ Եվ այն երեխաները, որոնց մոտ այս խնդիրը բացահայտվել է, շատ կարեւոր է, որպեսզի զգոն լինենք եւ հասկանանք, արդյոք երեխան կունենա հետագայում կարդալու եւ գրելու գործընթացի դժվարություն, թե ոչ, որպեսզի կանխարգելիչ միջամտություններ կարողանանք մենք ցուցաբերենք։ Այսինքն այդ ADHD կոչվածը կարող է նպաստել սկզբին այս խնդիրների ճիշտ հասկանում։ Այո, կարող է նպաստել, եթե վաղ միջամտություն չենք ցուցաբերում երեխային, հետագա միանշանակ կարող են որոշակի դժվարություններ եւ խնդիր ունենա աշակերտը։ Այստեղ երևի պետք է նաեւ հորդորել ուշադրություն դարձնել անպայման այդ հիպերակտիվության եւ ուշադրության ծավալի պակասի խնդրին, տարբերակիչ էլի խորհրդատվություն վերցնել, հասկանալ դա է թե ոչ, որպեսզի դա իր հետևից չբերի այլ նաև խնդիրներ։ Այո, եւ մեկ կարևոր ախտանշան է, որ ուզում էի բարձրաձայնել եւ ասեի, այս երեխաները շատ դեպքերում շատ արագ հոգնում են։ Իրենց մոտ շատ ֆիզիկապես թե մենտալ ավելի ֆիզիկապես են հոգնում, դա դրսևորվում է ֆիզիկապես, ինչու, քանի որ բավականին մեծ ջանք են գործադրում եւ իրենց մեծ լարվածություն են ունենում որևիցե մի նյութ ուսուցանելու համար եւ դա արտահայտվում է ֆիզիկապես։
Եվ հետևաբար, եթե ֆիզիկապես բավականին երեխան հոգնում է, դրսևորվելու է բացասական վարքաձև եւ պետք է նշել, որ շատ պարագաներում, երբ որ մենք ուսումնական նյութը տալիս ենք, պետք է հեշտացված լինի աշակերտի համար ուսումնական նյութը, որոշակի ժամանակահատվածում մինչեւ աշակերտը կարողանա հաղթահարել։ Եվ կենցաղում կարող եմ նշել, որ իրենք բավականին անուշադիր են։ Ծնողները երբեմն կարող են ասել, որ շատ հապտված է, շատ մոռացկոտ է, իրերը կարող է չհավաքել, իրերը կարող է թողնել դպրոցում կամ մեկ այլ վայրում կամ մոռանալ։ Սրանք նույնպես են ցուցիչներն են, որոնցից մենք կարող ենք ենթադրել, որ երեխան կարող է ունենալ կարդալու եւ գրելու գործընթացի դժվարություն եւ ուղղորդել համապատասխան մասնագետի մոտ ավելի հստակ դիագնոստիկ գնահատում իրականացնելու համար եւ բարձելու արդյոք արկա է թե ոչ երեխայի մոտ խնդիր։ Ճիշտ ենք հասկանում, որ սա այսպես կիսաբժշկական ասեմ, կիսամտավոր ասեմ, այսպիսի պաթոլոգիկ ախտորոշում չէ, այլ գնահատվում է որպես երեխայի բնույթ տեսակ, որի հետ պետք է աշխատել։ Ես հիմա հարցը հնչեցնում եմ ծնողների համար, իրենք մեծ վախ ունեն, իմ երեխան հիվանդ է, նշանակում է, թե ուղղակի մի քիչ այլ կերպ է մտածում, տեսնում եւ վերարտադրում։ Ինչ եզրակացություն են եկել։ Դիսլեքսիան եւ դիսգրաֆիան մենք հիվանդություն չենք դիտարկում։ Լավ։ Ինքը միանշանակ խանգարում է եւ միանշանակ պայմանավորված է ուղեղի գործունեության հետ, քանի որ մենք ունենում ենք ուղեղի շատ դեպքեր մինիմալ դիսֆունկցիա, ես այնտեղ նշեցի հինջութային ընկալում, վերլուծություն եւ որոնք պայմանավորված են ուղեղի գործունեության հետ, համապատասխան կենտրոնների։ Եվ երեխան այս պարագայում կարող է ֆունկցիոնալ առումով ունենալ դժվարություն, բայց մենք չենք դիտարկում այս խանգարումը որպես լուրջ խնդիր եւ այն չի կարող լինել հավերժ երեխայի հետ շարունակվող։ Եթե վաղ է խնդիրը բացահայտվում, միանշանակ այն շտկման ենթակա խնդիր է։ Գոնե կառավարելի է ենթադրում, որ շտկման ենթակա եւ կառավարելի է եւ բացարձակ անհրաժեշտ չի, որպեսզի երեխան ունենա ինտելեկտուալ որևիցե մի խնդիր։ Այս երեխաները շատ դեպքերում ունենում են շատ լավ ինտելեկտ, IQ-ն եթե մենք գնահատում ենք ի տարիքային նորմային է համապատասխանում։ Պարզապես անհրաժեշտ է ճիշտ ժամանակին բացահայտել խնդիրը, ճիշտ միջամտություն ցուցաբերել։ Խնդիրը ավելի ծանրանում է եւ կարծում եմ յուրաքանչյուր խնդիր շատ ավելի ծանրանում է, եթե մենք վաղ ժամանակին չենք բացահայտում եւ ճիշտ միջամտություն չենք ցուցաբերում։ Մենք զրուցում ենք լոգոպեդ Աննա Հոսեփյանի հետ եւ հաջորդ հարցը, որ ես նկատում եմ ծնողների նամակներից եւ արձագանքներից, դա պատճառի բացահայտումն է։ Կա օրինակ ժառանգական հստակ պատճառ դուրս բերված, միգուցե ներարգանդային կյանքում ինչ որ մեխանիզմների, ուղեղի հետ գործ ունենք, ուղեղն օրգան է եւ ըստ այդմ պատճառներն ենք փնտրում, որովհետեւ ծնողները հաճախ գրում են, բայց ես ինչը այն չեմ արել։ Ինչու է այսպես ստացվել, ինչու կամ մյուս երեխաներս չունեն այդ խնդիրը, այս մեկը ունի, ոչ ես ունեմ, ոչ ամուսինս ունի եւ այսպես մտորումները գնում են։ Պատճառներ սովորաբար մենք բաշխում ենք երկու հիմնական ուղղվածությամբ՝ կենսաբանական եւ սոցիալական։ Այո, կենսաբանականի դեպքում հնարավոր է, եթե մենք հետ գնանք եւ անամնեստիկ տվյալներ հավաքագրենք, հնարավոր է կարող ունենալ երեխան ծննդաբերական որոշակի տրավմաներ, թթվածնախախտ, ասֆիքսիա, որը իր հետևանքը կարող է որոշակի չափով ունենալ, որոշակի ինֆեկցիոն հիվանդությունները, որը երեխան կարող է տանել վաղ մանկական շրջանում, պայմանավորված լինել դրանով, այո, կարող է նաև ժառանգական ֆակտորներ գործոն հանդիսանալ։ Եվ սոցիալական իհարկե բարձի թողի վիճակը, եթե երեխայի հետ աշխատանք չի տարվում, զարգացման աշխատանք եւ շատ բարձր թողի վիճակ է լինում, ցավոք սրտի նման դեպքեր լինում են, որ այո, երեխան ունենում է հետագայում կարդալու, գրելու գործընթացի դժվարություններ եւ այս պարագայում կարող է նաեւ որոշակի չափով ինտելեկտուալ դժվարություններ ունենալ։ Բայց մի կարևոր բան եմ խորհուրդ տալիս ծնողներին, որ երբևիցե չմեղադրեն իրենց երեխայի դժվարության կամ խնդրի հետ պայմանավորված, որովհետև իրենք մեղավոր չեն, եթե երեխան ունի այս կամ այն դժվարությունը կամ որևիցե մի խնդիր։ Շատ կարևոր է, որպեսզի այս դեպքում սթափ մենք կարողանանք իրավիճակին դատել եւ օբյեկտիվ լուծում տալ։ Եթե մենք նկատում ենք խնդիր, ուրեմն խնդիրը ունի իր լուծումը։ Գտնենք լուծման ուղիները
ծրագրերը եւ կարողանանք ճիշտ աջակցություն, օգնություն ցուցաբերենք երեխային։ Եվ ոչ մի պարագայում երեխային չհամեմատել այլ երեխաների հետ, անգամ նույն ընտանիքում մեծացած քույրիկ եղբայրների հետ, որովհետև յուրաքանչյուր երեխա Լուսի ջան անհատականություն է եւ իր զարգացման ցուցիչներով էլ է անհատական։ Մենք չենք կարող համեմատել ցանկացած համեմատություն, ափսոսանք կամ երբեմն մեղադրանք, որ այ լավ չես աշխատում, լավ ջանք չես գործադրում։ Ինչու, որովհետև յուրաքանչյուր ծնող իր ուղեղում կարծես ստեղծում է այն պատկերը, որ կցանկանար, որ իր երեխան դրսևորվեր եւ երբեմն այդ բախումը իրականության հետ, երբ որ երեխան չի արդարացնում ինչ որ չափով իրենց սպասելիքները, սա շատ ցավոտ է լինում ծնողի համար։ Եվ այս բaragայում շատ կարեւոր է մասնագետի օգնությունը նաեւ ծնողին, բերել այն գիտակցման, որ երեխան անհատականություն է եւ այս փուլում պետք է երեխային ընդունենք այնպիսին, ինչպիսին ինքը կա իր կարողությունների սահմանով եւ չակնկալենք շատ մեծ երեխայից արդյունքներ, որովհետեւ այս փուլում ինքը պատրաստ չի այդ արդյունքները մեզ տրամադրել։ Եվ շատ կարևոր ուղերձ, որ ես ուզում եմ ծնողներին տալ, երբեք չհամեմատենք այլ երեխաների հետ, համեմատեք ձեր երեխայի հետ։ Մեկ շաբաթ առաջ օրինակ ինչպես էր ինքը կարողանում կարդալ եւ մեկ շաբաթ հետո ինչպես է կարողանում կարդալ եւ գնահատել այն ջանքը, որ երեխան ներդրել է որևէ մի արդյունքի հասնելու համար եւ այս պարագայում երեխայի եւ մոտիվացիան է բարձրանում եւ առաջընթացը ավելի արագ ենք նկատում։ Փաստորեն դուք բացի հենց երեխայի հետ աշխատանքից որոշ կրթական ու սոցիալ-հոգեբանական աշխատանք եք տանում նաեւ ծնողների հետ, սա անխուսափելի է, փաստացի։ Այո, ես միշտ ասում եմ, որ ծնողների հետ աշխատանքը ամենագլխավոր ծնողն է, Լուսի ջան, քանի որ մենք երեխայի հետ աշխատում ենք ընդամենը որոշակի ժամանակահատված, բայց ծնողը մշտական է երեխայի կյանքում։ Եվ եթե այդ աշխատանքը ծնողի հետ ճիշտ չիրականացվի, այս պարագայում մենք չենք ունենա այն արդյունքը, որը ցանկանում ենք ունենալ։ Եթե երեխան հայտնվել է ձեզ մոտ եւ դուք որոշ հետազոտությունների արդյունքում արդեն փաստում եք, որ ահա կա դիսլեքսիայի եւ դիսգրաֆիայի խնդիրը, ու սկսվում է նրա հետ աշխատանքը, մոտավորապես միջինում դա ամիսների հարց է, թե տարիների հարց է, ինչից է կախված այս տևողությունը եւ այդ ինտենսիվությունը աշխատանքների։ Մենք երբևիցե չենք ասում որևիցե մի ժամանակահատված, քանի որ դա ամենասխալն է, բացատրեմ ինչու, որովհետև խնդիրը կարող է տարբեր ձևով արտահայտվել ըստ ծանրության աստիճանի։ Պետք է դիտարկենք, թե կոնկրետ կարդալու եւ գրելու գործընթացի որ տեսակի հետ մենք գործ ունենք, ինչպես է դա արտահայտվում։ Մենք պետք է հասկանանք, թե երեխայի մոտեցումը խնդրին ինչպիսին է, քանի որ մենք շատ դեպքերում բախվում ենք նաև նրա հետ, որ երեխաները ցանկություն չեն ունենում ուսումնական նյութը յուրացնել թեկուզ լոգոպեդական աշխատանքի ընթացքում խուսափողական մեխանիզմ են ցուցաբերում եւ սրա հետ աշխատանք պետք է տանել իջացնել այդ խուսափման մեխանիզմը, մոտիվացնել երեխային, որից է խթան գտնել, որը իրեն ավելի կհետաքրքրի իր դժվարությունը հաղթահարելու համար։ Մի քանի ֆակտորներ կան։ Դրա համար ժամանակահատված հստակ չենք ասում։ Կանխագուշակել էլ չեք կարող։ Այդ երեխան ինչպես եւ յուրաքանչյուր երեխա բացի դրանից ունի այո իր տեմպը, զարգացման իր տեմպը։ Երեխա կա, որ շատ արագ է վերցնում, երեխա կա, որ դանդաղ է վերցնում, որովհետեւ ծնողի համար լինի ավելի ակնառու, տեսանելի եւ չափելի, արդյոք իմ երեխան ունի առաջընթաց թե չէ, մենք սովորաբար 1 ամիս 2 ամսվա կտրվածքով վերագնահատում ենք անում եւ ծնողի հետ քննարկում ենք առաջընթացը եւ առաջընթացի ճանապարհին առաջացած խոչընդոտները։ Եվ մի հետաքրքիր հարց էլ, արդյոք գոյություն ունի թեթև արտահայտված դիսլեքսիա, դիսգրաֆիա ծանր ֆորմայի, որովհետև ես նույնիսկ հիմա հիշեցի մեծահասակների իմ շրջապատում, ովքեր իրենց մասին խոսում են, ես նկատել եմ, որ թեթև դիսլեքսիա ունեմ, բայց քանի որ դա այդքան էլ չի խանգարում ինձ իմ կյանքում ու աշխատանքում, այդպես չեմ էլ զբաղվում դրանով։ Այ այս թեթև աստիճանը կա։
Հնարավոր է լինել, որ անձը, այստեղ նշենք անձը, ոչ երեխան, անձը կարող է ունենալ որոշակի չափով կարդալ ու գրել գործընթացի դժվարություններ, սակայն դա իր կյանքի որակի վրա չանդրադառնա, որովհետեւ դեպքում եւ այս պարագայում պարզապես ինքը հասկանա, որ այս դժվարությունը ունի եւ միանշանակ նման անձինք մշակում են իրենց համար փոխօգնող միջոցներ։ Եվ այդ փոխօգնող միջոցների շնորհիվ կարողանում են այն իրավիճակներում, որտեղ իրենք հայտնվում են, որտեղ անհրաժեշտ է կարդալու գործընթաց, որտեղ անհրաժեշտ է գրավոր գործընթաց, շատ հեշտությամբ կարողանում են դրանք հաղթահարել, կանխարգելել, այո, եւ իրենց կյանքի որակի վրա դա չի անդրադառնում։ Լավ, իսկ եթե երեխան դեռևս ձեզ դիմաց երեխայի մասին է խոսքը, ունի ենթադրենք ոչ շատ ծանր թեթև արտահայտված դիսլեքսիա ու դիսգրաֆիա, նկատել է ծնողը կամ մանկավարժը եւ ուղղորդել, եթե դրանով չզբաղվեք, այն պարտադիր ծանրանալու է, թե կարող է այդպես մշտական մնալ թեթև մակարդակի վրա։ Ուզում եմ հասկանալ այս խնդիրը կայուն զարգացող է, թե Ինքը կարող է բարթանալ Լուսի ջան, էլի պայմանավորված լինելով մի քանի գործոններով։ Ամենաառաջինը յուրաքանչյուր տարի ուսումնական նյութը բարթանում է, եւ եթե երեխան դժվարությամբ է օրինակ կարդալու գործընթացը յուրացրել եւ ընթերցանության տեմպը, առոգանությունը, իմաստային ընկալումը չի համապատասխանում տարիքին, հետեւաբար ավելի բարձր տարիքում երեխան միանշանակ ունենալու է եւ ընթերցանության դժվարություններ եւ ավելի բարձր տարիքում տեղեկատվությունը փոխանցելու դժվարություն ընթերցման միջոցով եւ այլն։ Այսինքն այս խնդիրները մի փոքր ավելի մեծանալու են եւ ավելի կայունանալու են եւ այդ խնդրի դեպքում աշխատելը ավելի բարդ է լինում կայունացած խնդրի դեպքում աշխատելը այո ավելի բարդ է լինում բացի նրանից հոգեբանական որոշակի դժվարություններ են առաջանում շատ դեպքերում երեխաները նրան փոփ են դառնում շփման հետ դժվարություններ ունենում մասնավորապես դասարանում կարող են ակտիվ չլինել որպես пассив աշակերտներ դիտվել պայմանավորված նրանով, որ երեխան ունի դժվարություն եւ իրեն այդքան էլ կոմֆորտ չի ինչ որ առաջադրանք կատարել։ Առաջադրանքի տեմպի դանդաղություն կարող է լինել լսարանի առջև որևիցե մի առաջադրանք, հանձնարարություն կատարելու հետ կապված, հետեւաբար արդեն բարթանում են խնդիրները։ Սիրելի Աննա, իսկ ինչ կասեք սեռային տարբերակման մասին։ Մենք ունենք այստեղ, որ ավելի հաճախ հանդիպում է տղա երեխաների մոտ եւ ավելի քիչ աղջիկների կամ տարիքային սեգմենտավորում ունենք ըստ վիճակագրության կամ ձեր փորձի։ Տարիքային մենք չունենք, որ հստակ նշենք, գիտեք, տարիքների մոտ շատ է հանդիպում։ Չէ, հիմնականում ինքը արտահայտվում է, ինչպես նշեցի, եւ բոլորիս կարծում եմ հայտնի է, միջև դպրոց հաճախելը եւ արդեն դպրոցական տարիքում, երբ երեխան արդեն առաջին դասարան է եւ ուսումնական գործընթացի մեջ է։ Խնդիրը բացահայտվում է այդ ժամանակ։ Իհարկե, նախանշանները, ինչպես մենք քննարկեցինք, լինում են նաեւ նախադպրոցական տարիքում, որին պետք է մի փոքր ավելի ուշադիր լինել, բայց այդպիսի տարիքային սահման, որ ասենք կարող է ունենանք, չենք ունենում այդպիսի տարիքային սահման։ Իսկ սեռային սահմանները չենք դիտարկում, հիմնականում եթե վերցնենք որևիցե մի վիճակագրական տվյալներ, թե տղաների աղջիկների մոտ որտեղ մոտ է ավելի շատ դրսևորվում, այդպիսի վիճակագրական տվյալներ չունենք։ Ես սա հնչեցնում եմ անպայման, որպեսզի այդ մի տեսակ միֆը եւ շրջանառվող մոլորությունը, որ դե տղաները նորմալ է, որ ուշ են խոսում, ուշ են զարգանում, աղջիկներն ավելի ուշադիր են, ուշիմ են եւ այլն, հետեւաբար բոլոր խնդիրները ավելի շատ հանդիպում են տղաբալիկների մոտ, սա իրականում կարծես թե միֆային ինչ որ պատկերացում է, այնպես չէ։ Ոչ այդքան միֆային, որովհետեւ կան խնդիրներ, որտեղ տարբերակումը լինում է, այո, Լուսի ջան, եթե ընդհանուր մենք դիտարկենք, տղաների կենտրոնական նյարդային համակարգը մի փոքր ավելի թույլ է, անկայուն է, այո, եւ շատ դեպքերում դրա համար դիտարկում ենք, որ իրենց մոտ որոշակի խնդիրները ավելի վառ են արտահայտվում, քան աղջիկների մոտ, եւ իհարկե կան խանգարումներ, որոնք սեռային տարբերություն ունենում են վիճակագրական տվյալներով պայմանավորված։ Դրա համար չենք կարող ամբողջովին ասել, որ սեռային տարբերությունը կարող է լինել միֆ։ Լավ, հասկանալի է, ուղղակի խնդրից խնդիր փոխվում է սա եւ պետք է ավելի անհատապես քննարկել։
Մենք զրուցեցինք երկուսով հոգեբանական մասնագիտացված կենտրոնի լոգոպեդ Աննա Հոսեփյանի հետ դիսլեքսիայի եւ դիսգրաֆիայի վերաբերյալ, սրանք հիշեցնեմ, գրելու եւ կարդալու գործընթացի կայուն բնույթի խանգարումներ։ Մի փոքր երկար է, բայց ամեն դեպքում ֆիքսենք, որ դժվարություններ եւ կայուն տեսակի դժվարություններ գրելու եւ կարդալու հետ խնդրում եմ ուշադիր եղեք եւ ինչպես մասնագետ հորդորեց, որքան շուտ դիմեք, այնքան այն չի զարգանա, չի ծավալվի ու բավականին նորմալ, adekvat կտրվի շփմանը։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, շնորհակալություն Աննա, անպայման կհանդիպենք, հուսով եմ էլի որևէ կարևոր թեմայի շուրջ եւ ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։